Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու ենք մի իրավիճակի մասին, որին շատ մարդիկ գոնե մեկ անգամ հանդիպել են։ Փողոցով քայլում ես եւ հանկարծ տեսնում վիրավոր կենդանի։ Գուցե շուն է, գուցե կատու, գուցե նույնիսկ թռչուն։ Առաջին արձագանքը սովորաբար շփոթություն է։ Ինչ անել, ում զանգել, մոտենալ թե ոչ։ Շատ մարդիկ իրականում ուզում են օգնել, բայց չեն օգնում, որովհետև վախենում են սխալ քայլ անել, եւ դա հասկանալի է։ Սակայն կան մի քանի պարզ կանոններ, որոնք կարող են մեծ տարբերություն ստեղծել։ Նախ պետք է հասկանալ, որ ցավ ունեցող կենդանին կարող է իրեն անսովոր պահել։ Նույնիսկ ամենամարդամոտ շունը կամ կատուն կարող են վախենալ եւ փորձել պաշտպանվել։ Այդ պատճառով երբեք պետք չէ արագ վազել դեպի կենդանին կամ կտրուկ շարժումներ անել։ Ավելի լավ է գնահատել իրավիճակը հեռվից, մոտենալ հանգիստ եւ խոսել մեղմ ձայնով։ Արդյոք կենդանին գիտակից վիճակում է, շարժվում է, ունի տեսանելի վնասվածքներ։ Երբեմն արդեն այս դիտարկումը կարող է շատ կարևոր տեղեկություն տալ այն մարդկանց, ովքեր հետագայում կօգնեն նրան։ Եթե կենդանին գտնվում է ճանապարհի վրա կամ այնպիսի վայրում, որտեղ նրան լրացուցիչ վտանգ է սպառնում, պետք է հնարավորինս ապահով տարածք տեղափոխել։ Սակայն այստեղ կարևոր է հիշել, որ նախ պետք է ապահով լինի նաև մարդը։ Վտանգավոր ճանապարհ դուրս գալը կամ սեփական կյանքը վտանգելը ճիշտ լուծում չէ։ Հաճախ մարդիկ մտածում են, որ եթե իրենք չեն կարող կենդանուն անմիջապես բուժել, ապա ոչինչ անել չեն կարող։ Բայց իրականում երբեմն ամենամեծ օգնությունը ճիշտ մարդկանց տեղեկացնելն է։ Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները, կամավորները եւ անասնաբույժները շատ ավելի մեծ փորձ ունեն նման իրավիճակներում։ Մեկ հեռախոսազանգը երբեմն կարող է ավելի օգտակար լինել, քան տասնյակ չմտածված գործողությունները։ Կարևոր է նաև հիշել, որ ոչ բոլոր կենդանիներն են անտուն։ Վիրավոր կենդանին կարող է պարզապես կորած լինել եւ հնարավոր է ինչ-որ մեկը նրան արդեն փնտրում է։ Այդ պատճառով լուսանկարելը եւ տեղեկատվությունը տարածելը նույնպես կարող է օգնել։ Ինձ միշտ զարմացնում է, թե որքան հաճախ են մարդիկ թերագնահատում իրենց ազդեցությունը։ Նրանք կարծում են, որ կենդանու կյանքը փրկելու համար պետք է հերոս լինել, բայց շատ դեպքերում բավական է անտարբեր չլինել։ Մի քանի րոպե տրամադրելը, օգնություն կանչելը կամ պարզապես կանգ առնելն ու ուշադրություն դարձնելը կարող է փոխել պատմության ավարտը։ Հաջորդ անգամ, երբ տեսնեք վիրավոր կենդանի, մի մտածեք, որ ինչ-որ մեկը հաստատ կօգնի։ Երբեմն այդ ինչ-որ մեկը հենց դուք եք լինում։ Մեկնաբանությունում թողեք կազմակերպությունների եւ կամ անհատների տվյալներ, որոնք կարող են օգնել նման իրավիճակում։ Չմոռանաք պահպանել վիդեոն, որ հաջորդ անգամ իմանաք ինչպես արձագանքել։ Ես Փիսոն էի, մինչ հաջորդ հանդիպում։